Վայ, գերունքը բացլա վարուցանք սհետը։ Ամառը հայ փակոց, հայ խոտ, հայ, աշունքը հայ կորտոպը հանիլիա, հայ խնձորը քաղիլիա, հայ ջեջա, հայ արա, հայ կինի, սաղ տարին աշխատում ենք մի ուտիլի մահար։ Պա, դու էլ ես էստեղ, բաձեն հանի, թե չէ հնարավոր է ավել պակաս շատ խոսեմ, կատակ եմ անում, էտ ասելուս մինայի, սրտիս բան չկա, դու սաղ ջան ասա, տո ձմերն էլ կաշխատենք, դու վայելելու սիրտ ասա, արի մի քիչ շունչ քաշենք։ Էս մի բաժակը քեզ, էս մեկն էլ ինձ, խնդրեմ, անուշ արա։ Ուխայ, են ոնց են ասում, սիրտս եղվեց։ Ոյ, ասելս ենա, որ գյուղի աշխատանքին վերջ չկա։ Գիտես, թե ձմեռնա, որ հանգիստ սեզոնա, չէ հա, կարող է գիտես ձմեռն անասուններն իրենց կերակրում են, չէ մի քիչ չի, տակներն էլ մաքրում են, չէ, գյուղի աշխատանքին վերջ չկա։ Ու անասուն պահելն էլ ոչ գիշեր է հարցնում, ոչ ցերեկ, ոչ ամառ, ոչ էլ ձմեռ։ Ուղղակի ամեն սեզոնի նախկինի վրա ավելանում են եւս մի քանի աշխատանք։ Բա որ քաղաքում ապրողները չեն ասում, դե ձեզ ինչ կա, անսպասելի հյուրեր եք ունենում կամ ուղղակի չգիտեք ինչ եփեք, գնում եք նկուղ ու ինչ ասես բորբոլ կա, կարտոֆիլը կա, կոմպոտները կա, տարբեր տեսակի զակուսկեղենը կա, խնձոր տանձի արկղերն էլ երեսից ծիծաղում են, էլ չասեմ պանդրի բետոնի ու թթվի տակառի մասին, էդ մենք ա որ պատե հառիթի խանութ ենք վազում, ապրում եք էլի։ Թե իմանամ նման կերպ մտածողների շարքում դու ես այդ բաժակը ձեռիցդ կառնեմ։ Նման կերպ մտածողներին ու խոսողներին լսում ու ասում, հա, հենց այդպես ա որ կա։ Ուղղակի մի քանի բան մոռացար։ Բա պատվալի անկյունում պարկով կախած ընկույզը։ Բա այն արկղերով զգերը։ Բա այն պլպլան արքայանար ինձ որ մի քանի օր առաջ պանրով փոխանակեց ու մի քանի շարանել կլպել արդեն նոր տարվա համար չի իրեն պատրաստում։ Բա գին ու օղ ու տակառները։ Բա բանդաղարած խաղողս։ Մի խոսքով, այս շարքն անվերջ կարելի է թվարկել։ Բա այ գյուղացու պատվալը այդպես ինքն իրան լցվում ա, բա չէ։ Խելքիդ ձունգա։